Դե մեր հերթական գործերից է, մեր այգի պիտի հիմնենք, հին այգի է, պիտի վերանորոգենք, ստեղ արդեն գազոնի թե չորնավոյ գործն արած, թե կուլտուրական, բացի գազոնը ցանելուց, ինչա արած, ստեղի լիցքը Ժորժան, ոչ թե 15 սանտիմ անոց է արած, ստեղ 30 սանտիմ ամբողջը հողախառնուրդ է լցրած, պատկերացնում եք, շատ լավ բան է, ճիշտ է, կրկնակի հաճույք է այն, որ ասում է 15 սանտիմը իր գինն ունի, 30 սանտիմն իրա, բայց ինչ արած, ստեղ մենք դրան համապատասխան բուսականություններ ենք ունենալու, դե հետագայում վստահ եմ, այս դեկորատիվ բայրքատու ծառերը քիչ-քիչ կքչացնեն կամ կհանեն, որտեվ համ խիտ է դրած, համ այն չի տալի այս փոքր այգիներին, էլի։ Հիմա գնանք այս մյուս կտորները, ստեղի հետո ավտոմատ ոռոգում ենք քաշելու, հետո ծառեր ենք տնկելու, ավելի ճիշտ գազոն ենք ցանելու, նոր ծառեր տնկենք։ Նայեք, այս հատվածը, ստեղ արվել էր ծաղկանոցներ որպես, բայց իմ փորձից ելնելով վստահ եմ, որ երկար չի դիմանում, փակում ենք, փակելու ենք, քանի որ պենոպլաստ էլ որ դնենք եւ այլ արդեն տեղ չի մնում, հետո քարի տաքությունից բույսերը անդադ վառվում է։ Էլի քննարկվող թեմա է, գուցե հետո բան անեն, բուսականություն դնեն, ինչև է, տեսեք, այս մասն էլ 30 սանտիմ ամբողջ այգին, հողախառնուրդ սարքած նստացրած, լցրած, հարթություն տված եղևնիները, որ արդեն ուշ էր, սենց տեղ ենք թողել ժամանակը, որ իրանք, նայեք հələ բարձրությունը Ժորժան, այդքան հող է լցված, հողախառնուրդ է լցված, ստեղ իրականաչ տարածքն է լինելու, որին համապատասխան բուսականությունով, դիզայնով, նայք, հողի այս մինչև շինարական գործողությունը ավարտել է, տախտակով մենք սահմանազատել ենք, այսքան հողախառնուրդ է լցված, շատ լավ է, նույնիսկ հին սովետական գրքերում 50-60 սանտիմ ասում, պարզապես նյութն էլ աշխատանքն էլ շատ թանկ է գալի, ամեն մարդու ձեռ չի տալի, կոպիտ ասած, էլի ամեն մարդու բան չի, իսկ բուսականության համար շատ լավ է սա, այս մի կտորն է, այս մի կտորից հետո ստեղ ունենք մի հատ կտոր, որը տարածքին համապատասխան պիտի մոնտաժ անենք բուսականությունով, որ ասում է զարդարենք, ես էլ մեր սարքը որով հարթացրել ենք, այսինքն հերթական մեր գործերից, որ ինչ անենք մեր մոտ, պիտի նպատակային անենք, որակով անենք։ Այսենց ես էլ շուտով սա էլ մոնտաժ կունենանք, ճիշտ է մի քիչ ժամանակապետք, դեռ կիսատ գործեր ունենք, այնուհետև կանաչ գազոն կցանենք, բուսականություն կդնենք և կունենանք գեղեցիկ այգի Ժորժան, այս էլ այս այգու մասին, այսքանը։